Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Երեկ Իրանի կողմից Կատարում գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծելուց հետո թվում էր Մերձավոր Արևելքում պատերազմը կրակի նման արագ կտարածվի եւ նորանոր երկրներ կընդգրկի, սակայն անսպասելիորեն ամեն ինչ երջանիկ ավարտ ունեցավ։ Իրանի կողմից Կատարում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծումից հետո ամերիկյան որոշ լրատվամիջոցներ տեղեկացրին, որ Իրանը նախազգուշացրել էր Կատարում Միացյալ Նահանգների բազայի վրա առաջիկա հարձակման մասին զոհերը նվազագույնի հասցնելու համար եւ որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում պատասխանել Իրանի հարձակմանը։ Ավելի ուշ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հաստատեց, որ Իրանը նախազգուշացրել է Վաշինգտոնին առաջիկա հարձակման մասին եւ շնորհակալություն հայտնեց Թեհրանին նախնական նախազգուշացման համար, որը թույլ է տվել խուսափել զոհերից։ Իր հերթին Իսրայելը հաստատեց համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի Միացյալ Նահանգների առաջարկին։ Կապ ենք հաստատել Գերմանիա, Բերլին, զրուցելու են արևելագետ ժամանակակից արևելքի Լայբնից կենտրոնի գիտաշխատող Գևորգ Ավետիքյանի հետ։ Պարոն Ավետիքյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Եվ այսպես, պարոն Ավետիքյան, ինչպես է Եվրոպան գնահատում Իսրայել-Իրան հրադադարի համաձայնագիրը հաշվի առնելով Եվրամիության սահմանափակ ներգրավվածությունը հակամարտությունում։ Եվրոպական առաջին արձագանքներին անկեղծ ասած դեռ չեմ հասցրել ծանոթացնել, բայց չեմ կարծում, որ որևէ առարկություն պետք է ունենան եւ կարող են ունենալ։ Այստեղ ավելի շատ երևի թե պետք է արձանագրենք, որ Եվրոպան այս գործընթացներից դուրս մղվեց, այո, մղված մնաց, որևէ որոշում, որևէ կերպ ազդեցություն չեն կարողացել ունենալ։ Որոշումը եռակողմանի է, Իսրայել, Միացյալ Նահանգներ եւ Իրանի մասնակցությամբ ներողություն։ Արդյոք Եվրոպայի այս հակամարտությունում այսպես սահմանափակ դերակատարությունը կնվազեցնի Եվրամիության եւ առանձին եվրոպական երկրների քաղաքական ազդեցությունը Մերձավոր Արևելքում եւ ծոցի երկրներում, ինչ է կարծում, մանավանդ որ դուք էլ նշեցիք այս գործընթացից Եվրամիությունը ամբողջովին դուրս մնաց։ Իհարկե իրավիճակը այսպես դեռ զարգացող է, ուրախալի է հրադադարի մասին լուրը, բայց երևի թե վաղաժամ է, կարծել թե կոնֆլիկտը ընդհանուր առմամբ ավարտվեց, երևի թե կոնֆլիկտի այս պահի թեժ փուլը ավարտվեց։ Բայց այս պահին, այս պահի իրավիճակի գնահատմամբ նախնական կարելի ասել, որ իհարկե Եվրոպան, ինչպես նաև Ուկրաինայի պարագայում, այս կոնֆլիկտի պարագայում էլ շարունակվում է ուղղակի այն նշմարված ընդդիմները, որոնք հայտեկան դեռ Թրամփ, այո։ Պարոն Ավետիքյան, լսում եք ինձ։ Այո։ Պարոն Ավետիքյան, ինչպես կարող է Իրանի թուլացումը ազդել Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա, հաշվի առնելով Իրանի դերը նավթի ու գազի համաշխարհային շուկաներում։ Իրանը այսքեփ այնքեր Եվրոպային էներգակիրներ չէր տրամադրող երկիր չէր։ Իհարկե, երբ որ առաջացան խոսակցություններ այն մասին, թե հնարավոր է Հորմուզի այսպես նեղուցի փակում եւ այլն, եւ դա կարող էր իր հետևից բերել կտրուկ գնաճի էներգակիրների, դա էր այդ ժամանակ էր ավելի շատ այսպես խնդրահարույց է իրավիճակը։ Այսինքն որ այս պահին դրա մասին խոսք չկա, անմիջական ազդեցություն եվրոպական էներգակիրների շուկայի վրա այս կոնֆլիկտը այս պահին արդեն չի կարող ունենալ, Պարոն Ավետիքյան, իսկ ինչ դեր կարող է խաղալ Եվրոպան Իրանի հետ հետագա դիվանագիտական հարաբերություններում հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների, այսպես ասած, պատմությունը։ Հենց այս հարցի մասին էր ուզում նախորդ հարցի ժամանակ խոսել ավելի շատ, տեսեք, սա պետք է դիտարկել Եվրամիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունների այս շրջանակներում, որը մեղմ ասած խորը ճգնաժամ է ապրում, այս վերջին մի քանի ամիսներին, ոչ միայն Իրանի հարցի վերաբերյալ։ Ինչպես տեսանք, այս կոնֆլիկտի ընթացքում էլ եվրոպական ինչ-որ նախաձեռնություններ եղան, Եվրոպայում, Շվեյցարիայում հանդիպում տեղի ունեցավ Իրանի արտգործնախարարի եւ եվրոպացի 3 արտգործնախարարների միջև, այսինքն ինչ-որ փորձեր արվում էին, բայց կարծես թե
ռեալ որոշումները շրջանցեցին եվրոպական մայրաքաղաքները եւ եվրոպական հարթակը, հա։ Եվրոպական արձագանքները կարծես թե հիմնականում ռեակտիվ էին, նույնիսկ մերսի հայտնի հայտարարությունը, որ Իսրայելը մեր ծև գործն է անում եւ այլն, բոլորը թվում էր թե ընդհանրապես արդեն տեղ ունեցող իրադարձությունների արձանագրում եւ դրանց այսպես հետևից հասցնելու փորձեր։ Սարքսերցի կարծում եմ Եվրոպան այսօր լուրջ այսպես մարտահրավերներ ունի եւ իր սեփական անվտանգության կառուցվածքը վերանայելու հարցում, Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները ճշգրտելու հարցում եւ դրանից բխող նաեւ Մերձավոր Արևելքի եւ Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգային իրենց հարցերը լուծելու առումով։ Դուք կարծում եք, որ այդ մարտահրավերների ուղղությամբ Եվրոպան իսկապես այս ընթացքում ճիշտ աշխատանք է իրականացնում, նույն անվտանգության բաղադրիչը դուք նշեցիք։ Շատ դժվար է ասել, կարծում եմ Եվրոպան այսպես դեռ գործողությունները այնքան մեծ ծավալի չեն եղել, որ դրանց վերջնական գնահատական տրվի, ինչպես հայտնի է այսօր տեղի ունենում Եվրոպայում այսպես դանդաղ գիտակցում անհրաժեշտության սեփական անվտանգային կառուցվածք ունենալու, սեփական ռազմական ներուժը հզորացնելու, առաջին հերթին եվրոպական ընդհանուր միացյալ այսպես ռազմական կարողություն ստեղծելու, որը մինչ այժմ գոյություն չի ունեցել, որովհետև չի եղել այդպիսի նպատակ, եւ դառնով առայժմ դիտակցության փուլում ենք, նույն Գերմանիայի օրինակով կարող եմ ասել, որ ավելի հաճախակի են դարձել զրույցները բանակի ուժեղացման, վերազինման, հասարակություն, բանակ, այդպես հարաբերությունների կարգավորման եւ այլն, բայց դեռևս ընդհանրապես սկզբնական փուլերում է գտնվում։ Տեսեք, արդյոք Եվրոպան կարող է միջնորդի դեր ստանձնել Իրանի եւ Արևմուտքի միջև լարվածությունը որոշակի մեղմելու համար, թե Կատարի նման երկրներն ավելի արդյունավետ կլինեն, ինչ եք կարծում։ Կարծում եմ այսօր Եվրոպան ցավոք նորից բավականին մեծ այսպես կորուստ է ունենում, իր դերի նվազում է գրանցվում։ Եվ ինչպես ճիշտ նշեցիք, այո, գրեթե ուղիղ հաղորդակցություն է եղել Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների միջև, Իսրայելի նույնիսկ ներկայացուցիչների միջև, եւ միջնորդության դերը նախորդ փուլում, բանակցությունների փուլում շատ կարևոր դեր է զբաղեցնում Մերձավոր Արևելյան մեկ այլ պետություն, Օմանը, այս փուլում հիմա Կատարի դերն է զգալի, եվրոպական հարթակը, ինչպես ասացի, որևէ կերպով կարծես ազդեցություն չի ունեցել, նույնիսկ այն հանդիպումը, որ օրեր առաջ տեղի ունեցավ Շվեյցարիայում, կարծես այսպես զուգահեռ գործողություն էր, որը արդյունքի չբերեց։ Ինչպես կարող է Իսրայելի ուժեղացող դիրքը ազդել Եվրոպայի եւ Մերձավոր Արևելքի հարաբերությունների վրա, հատկապես Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի մերձեցման համատեքստում, ինչ եք կարծում, պարոն Ավետիքյան։ Պատմականորեն Եվրոպայի որպես առաջնորդող կարևորագույն պետություններից մեկը, եթե դիտարկում ենք Գերմանիան, հայտնի է, որ այսպես պատմականորեն Գերմանիայում կա գիտակցություն Իսրայելի հանդեպ այսպես պատասխանատվության, եւ դա երբեմն նաեւ խանգարող հանգամանք կարող է լինել Եվրոպայի իդեմս առաջնորդ Գերմանիայի այսպես հավասարակշռված մոտեցման։ Դառնով գնալով կարծում եմ, եթե այսպես լարվածությունները, եթե հակամարտությունները խորանան Մերձավոր Արևելքում, Եվրոպայի կամ եվրոպական գործիչների համար բավականին դժվար պետք է լինի իսկապես հավասարակշռված քաղաքականություն, այսպես թե այնպես չի կարելի անվանել Իսրայելի ազդեցություն, սա ավելի շուտ հենց ներքին Եվրոպայից երևի թե բխող այսպես քաղաքականության արդյունք է, որի արդյունքում Եվրոպան իհարկե միջնորդի դեր փորձելու է զբաղեցնել, բայց կորցնելու է վստահությունը այսպես հակամարտող կողմից, գոնե մեկի կողմից, այս բարակայում ունեք Իրանի կողմից։ Ուկրաինայի պատերազմի համատեքստում ինչպես կարող է օրինակ Իսրայել-Իրան հրադադարն ազդել Եվրոպայի ռազմավարության վրա Ռուսաստանի հետ առճակատման ու էներգետիկ ճգնաժամի լույսի ներքո։ Նորից Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը հենց այստեղ էր առաջին այսպես խնդիրները, որ առավել վառ երևացին, երբ որ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները այսպես ասած պատրաստ չէ մասնակցելու այն նույն ներդրմամբ, այն նույն ակտիվությամբ ուկրաինական հակամարտության գործում, ինչպես
նախկինում էր, ինչպես Դոնալդ Թրամփից առաջ էր, եւ Եվրոպայի համար չեմ կարող ասել, թե կատարյալ անսպասելի ինչ-որ բան էր, բայց երևի թե խիստ անցանկալի էր այն զարգացումները, որ վերջին ամիսներին էին տեղի ունենում։ Եվ հիմա այս պահին այսպես արագ կողմնորոշվելու նորից եմ ասում ժամանակաշրջանն է, որտեղ էներգետիկ խնդիրները լուծելու համար Եվրամիությունը դեռևս պատրաստ չէ Ռուսաստանի հետ այդ առումով համագործակցելու, փնտրելու են, շարունակելու են փնտրել եւ մերձավոր արևելքից այսպես հնարավոր ավելացում ներկրումների եւ իհարկե Միացյալ Նահանգներից։ Այս առումով մերձավոր արևելքի եւ հավասարակշռված խաղաղ մերձավոր արևելքի կարևորությունը Եվրոպայի համար կարծում եմ իսկապես դժվար է գերագնահատել, որովհետեւ առաջին հերթին հույս է այսպես ասած նաեւ այդ տարածաշրջանի հետ կապված Եվրամիության, այսօր ոչ Ռուսաստանի։ Ռուսաստանի նվազող գլոբալ ազդեցության համատեքստում ինչպես է ընկալվում Եվրոպայում եւ արդյոք այս դերը որոշակի նվազումը կարող է խթանել Եվրամիության ավելի ակտիվ դերակատարությունը մերձավոր արևելքում։ Խթանել միգուցե կարող, բայց ինչպես որ ասացի, այսպես այստեղ վստահության խնդիր կա, Եվրամիության դիրքերի թույլատում եմ ես այսպես նկատում, արձանագրում, Եվրամիությունը շրջանցվում է, Եվրամիության քաղաքական առաջնորդները այս պահին, ինչպես ասացի, փորձում են կարծես թե արդեն տեղի ունեցող իրադարձություններից ետ չմնալ։ Բավականին բարդ խնդիրների առաջ են կանգնած լինելու, չունենալով այսպես անվիճարկելի համագործակցությունը Միացյալ Նահանգների եւ մերձավոր արևելքի հետ էլ երկխոսություն ուղիղ Եվրամիություն մերձավոր արևելք անտեսելով թե Ռուսաստանի թե Միացյալ Նահանգների ազդեցությունն ու շահերը այս պահին կարծում բավական բարդ պետք է որ լինի Եվրամիության համար։ Ինչպես կարող է Եվրոպան աջակցել Հարավային Կովկասի կայունությանը, որքան էլ դուք նշում եք Եվրոպայի դիրքերը այսօր շատ ավելի թուլացած են։ Եթե օրինակ Իրանի թուլացումը խաթարի տարածաշրջանային հավասարակշռությունը որոշակի առումով։ Դե այս բան չգիտեմ, որքանով կհամաձայնեք, կարծում եմ այս կարճատև ընդհանրումը որ տեղի ունեցավ եւ հրադադարը Թեև ցույց տվեց որոշ թուլություններ Իրանի կողմից, բայց վերջնարդյունքով առնվազն պարտություն չէր, այսպես բոլորը դուրս եկան յուրաքանչյուրն իր պատկերացման հաղթական իրավիճակով։ Դե դառնով չի շտաբի այսպես գնահատել որպես Իրանի կամ Իրանի դիրքերի խիստ թուլացում տարածաշրջանում։ Եվրամիության հետաքրքրություններից է իհարկե բխում, կարծում եմ կայուն Հարավային Կովկասը Նորից, ինչ ազդեցություն կունենան, դա դեռ պետք է սպասել եւ տեսնել։ Իսկ ինչ ռազմավարական քայլեր կարող է ձեռնարկել Եվրոպան ապահովելու Իրանի թուլացումը այնպես անելու, որ օրինակ Իրանի թուլացումը չհանգեցնի տարածաշրջանային անկայունության, որը կարող է ազդել, այսպես ասած, նաեւ Եվրոպայի անվտանգության վրա։ Գիտեք, պետք է անկեղծ ասեմ, վստահ չեմ, որ Եվրոպայում ընդհանրապես այդպիսի նպատակ կա, կամ այդպիսի նպատակ արտահայտվել է Իրանի դիրքերը կամ թույլատնելու կամ հակառակ դրա թույլատումը չթույլատրելու։ Առնվազն նորից այս օրերի ընթացքում հռետորաբանությունը հստակ պրոիսրայելական էր։ Չեմ կարծում Եվրամիությունը այսպես դիտարկում է որպես իր շահերից բխող տարածաշրջանի ապակայունացում, այս առումով իհարկե ընդհանրական այսպես կարծիք կարելի է ձևակերպել, բայց որ հատուկ Իրանի կայունության ամրապնդմանը ուղղված ինչ-որ գործողություններ չէի ակնկալել այսօր Եվրոպայի կողմից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հիշեցնեմ կապ ենք հաստատել Գերմանիա, Բերլին, զրուցում էինք արևելագետ ժամանակակից արևելքի Լեյբնից կենտրոնի գիտաշխատող Գևորգ Ավետիքյանի հետ։ Կհանդիպենք։